Սոնանում դեղերն է խմել։ Հորս։ Բժիշկն է նշանակել այդ դեղերը, թե հայրդ ինքնաբուժությամբ է զբաղվում։ Չէ, բժիշկն է նշանակել, բայց ինչ խնդիր կա։ Ես չգիտեմ, թե հորդ մոտ այդ դեղերը ոնց է հայտնվել, որովհետև նման դեղորայք միայն բժշկի թույլտվությամբ կարող է դուրս գրվել, բայց վստահ եմ, որ ոչ մի բժիշկ չէր նշանակի։ Այս դեղերը շատ ծանր հոգեմետ դեղեր են, հնարավոր է, որ առաջացնեն հալուցինացիաներ, նույնիսկ գիտակցության կորուստ։ Եթե այն շատ չարաշահեն, հնարավոր է նույնիսկ մահ։ Նման դեղերը ծանր դեպքերում են օգտագործվում, այն էլ խիստ հսկողության տակ։ Բայց իմ իմանալով դրանք ուղղակի հանգստացնող դեղեր են։ Չէ, նման բան չկա։ Ես կխնդրեմ ձեզ, որ այդ դեղերը բերեք փորձաքննության։ Կբերեմ։ Վերջապես, արդեն ուզում էի ես գամ քո հետևից։ Նարե հասկանում եմ, որ Սոնան վատ վիճակում է, բայց դու էլ քո մասին պիտի մտածես։ Բժիշկն ասել է, չէ, խիստ անկողնային ռեժիմով պիտի մնաս։ Նարե, լսում ես ինձ։ Ինչ։ Ուր ես հասել մտքերով։ Ես լվացվեմ, հա։ Ինչի՞ սիրտը սկսում սենց արագ խփել, երբ որ Հայկի հետ եմ լինում։ Աստված։ Չէ, ես իրավունք չունեմ թուլանալու։ Իրավունք չունեմ։ Շքեղ ես, Նարե։ Իմ սիրուն Նարե։ Բաժակները արդեն լցրել ես։ Մի քանի րոպեից նոր տարին կսկսվի ու ես այնքան վստահ եմ, որ այդ իմ ու քո տարին է լինելու։ Գիտես, ես միշտ մի երազանք եմ ունեցել, բայց ես երբեք չեմ հավատացել, որ երազանքները կատարվում են։ Ու հիմա ես իմ երազանքի գրկում եմ։ Ես ամեն տարի ընտանիքիս հետ եմ նշել նոր տարին։ Ու այս անգամն էլ բացառություն չեմ համարում։ Որովհետև իմ համար դու ես իմ ընտանիքը։ Դե ոնց որ դու ես ասում, ես քոնն եմ, դու էլ իմը, չէ՞։ Միշտ։
փաստորեն քնած չես։ Փորձում եմ քնել, որ ժամանակը արագ անցնի։ Սպասում եի, որ կգաս։ Ոնց ես։ Դու եկել ես, ամեն ինչ կարգին է, ուրեմն լավ եմ։ Վրոմ խնդրում եմ, մենակ թե դու էլ այդ թեման չսկսես։ Ես ուրիշ բան եմ ուզում ասեմ, Սոն։ Ասա, Ինչի համար։ հարցը չեմ հասկանում։ Սոն, հերս քեզ այդքան բան ա արել։ Ինչի համար ես դու իրեն պաշտպանում։ Վրոմ ես ասել եմ այն ինչ որ կա։ Ես ու դու էլ հո գիտենք ինչը ինչից հետո է։ Վրոմ, ես չեմ կարա քեզ ցավ պատճառեմ։ Եթե քեզ ցավ պատճառեմ, այդ ինձ ավելի շատ է տանջելու։ Տես ամեն ինչ կարգին է, ամեն ինչ լավ է։ Ոչ մի բանն էլ կարգին չի, Սոնա։ Գլուխս արդեն պայթում է այս մտքերից, չգիտեմ ինչ անեմ, որ ճիշտ լինի։ Ես քեզ շատ եմ սիրում։ Սոն մազեր մնում է, որ քեզ կորցնեի։ Իսկ դու ասում ես ամեն ինչ նորմալ է։ Ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ մահին էլ հաղթեցի։ Ու դու տրամադրություն ունես, հիմա կատակ ես անում։ Իրականությունն եմ արձանագրում։ Սոն, եթե քեզ մի բան լիներ, ես չէի դիմանա։ Ես միշտ իմացել եմ, որ քեզ շատ եմ սիրում։ Այդ սենց դժվար պահերին ես հասկանում, թե մարդը ինչքան կարևոր ու կենսական նշանակություն ունի քո կյանքում։ Հիմա կարող է ծիծաղես, բայց ես շատ եմ վախենում, Սոն։ Ինչից։ Քեզ կորցնելուց։ Վրոմ դու ինձ երբեք չես կորցնելու։ Մենք միասին այնքան բանի միջով ենք անցել, որ չենք կարա իրար կորցնենք։ Կմնաս մոտս, թույլ կտան։ Տուն պիտի գնամ, Սոն, բայց շուտ եմ հետ գալու, եթե հանկարծ մոտդ էլ չթողնեն, դռների առաջ կքնեմ։ Ես կատակ չեմ անում, որ ծիծաղում ես։ Ամեն ինչ լավ կլինի։ Հեսա Միքոն ու Լիլիթն են գալիս։ Մտածում կարող է սխալ արեցինք, որ Սոնային մենակ թողեցինք հիվանդանոցում։ Ես չեմ պատրաստվում մի անգամ էլ ասեմ Վրամի առաջ, ոնց են ինձ հանում պալատից։ Սոնան չի անի տենց բան։ Արել է, ոնց որ թե Սոնան արդեն կողմնորոշվել է։ Ինքը ում կողմից է։ Քերի, ուզում եմ հասկանամ, բայց ոչ մի ձև չի տեղավորվում ուղեղիս մեջ, ոչ մի լոգիկայի հետ չի համընկնում Սոնայի արածները։ Սակոն շատ լուրջ պատճառ ուներ Սոնային վնաս տալու։ Ինքը մեծ խնդիր ուներ, ու ես սպասում եմ, որ մի օր չդիմանա։ Կարող է անգամ Սոնան չել հասկացե։ Բայց ես հո շատ լավ գիտեմ, որ այս ամեն ինչը դիտավորել է եղել։ Դու Սակոն ինչ խնդիր ունեք իրար հետ։ Դե ճիշտ է, ես սկզբում հասկացել էի, որ ինչ որ մի բան են չի ձեր մեջ, բայց սկզբում մտածում էի, որ կարող է այդ մեր թեմաներից է։ Հետո հասկացա, որ մեր թեմաները կապ չունեն։ Ձեր հետ կապ չունի։ Ես իմ ու իրա չլուծված խնդիրն ունեմ։ Հա, մի խոսքով չես ասել։ Մենք եկանք։ Բարև ձեզ։ Բարև Լիլիթ ջան։ Լիլիթ կարաս մերոնց հետ հանգիստ լինես, չեն կծում։ Լիլիթ կլինի դու էլ չմարզվես։ Ոնց հասկանում եմ մեր մեջի ամենաուժեղ սերը դու ես դառնում։
Լիլի ջան, ես հասկանում, որ Միքոն փորձում է լարվածությունը թույլատրել, բայց դու հարցականության չես եկել, մի լարվի։ Դու ինձ լավ գիտես, ես էլ քեզ։ Երկուսիս ուզացնել Սոնային օգնելն է, չէ՞։ Դե հա, Ապրես։ Դրա համար պետք է քեզ հիմա խնդրեմ, որ ինձ ամեն ինչ պատմես։ Լիլի ջան, դու մի խառնվի իրար։ Դու Սոնայի ամենամոտ մարդկանցից մեկն ես ու մենք գիտենք, որ Սոնան քո հետ ամեն ինչ կիսվում է, ամեն ինչ պատմում է քեզ։ Ու եթե հիմա ինչ-որ մի բան դու իմանաս ու մեզ չասես, այդ հավատա ճիշտ չի լինի։ Ոնց է Սոնան։ Ոնց է Սոնան։ Իսկ դու ոնց էիր պլանավորել, որ լիներ, պապա ջան։ Բարսա։ Անիմաստ է քեզ հետ խոսել։ Իհարկե անիմաստ է, որովհետև ես քեզ էլ չեմ հավատում, պապա։ Չեմ հավատում, որ առավոտ ուզում էիր Սոնային խեղդել, իսկ երեկոյան շատ պատահական դեղը լցրել ես այդ աղջկա բաժակի մեջ։ Նարեն որ գնաց, ասում էի Նարե արի տուն, համոզում էի որ բերեի, բայց հիմա հասկանում եմ, որ այդ աղջիկը գնացել է ու փրկվել է մեզնից, քեզնից, պապա։ Նարեին չես խղճում, Նարեի երեխուն չես խղճում, կնոջս չես խղճում։ Մի րոպե, սպասի վրան։ Նենց ես խոսում, որ տպավորություն եմ, ես ուզում ես ինչ-որ բանի նախապատրաստես։ Հա, հենց տենց էլ կա, մամա ջան։ Ես երբեք չէի մտածի, որ ես խոսքերը կասեմ ձեզ, բայց ես արդեն վախենում եմ այս տան մեջ մնամ։ Վախենում եմ, որ մի օր կարող է արթնանամ ու տեսնեմ կնոջս մեռած։ Վախենում եմ, որ մի օր չհասցնեմ կնոջս փրկեմ պապայից։ Դու չես հասկանում, որ ինքը չի գիտակցում ինչ է անում։ Հերդ հիվանդ է։ Անիկ, էլ մի շարունակի։ Առողջությունը այն բանն է, որ երբեք չգիտես, թե երբ կկորցնես։ Անիկ։ Ինչ Անիկ։ Թողնեմ, որ ընտանիքս քանդվի։ Վրան բալես, ես քեզ հասկանում եմ ինչ ապրումների մեջ ես հիմա, բայց հասկացի, երբ ընտանիքում խնդիր կա, հակառակը, պետքա կողքի լինենք, միասին լուծենք այդ խնդիրը։ Ուղղակի վատը գիտես որն է, մամա, որ չգիտեմ ես հիվանդության հետևանք է, թե դիտավորություն։ Շարունակի, ասա ինչ էիր ուզում ասել, խոսի։ Պապա, իմ համար հիմա շատ ցավոտ է, որ ես քո հետ սենց եմ խոսում ու այս թեմայով եմ խոսում։ Բայց այդ ոնց է լինում, որ քո նոպաների ժամանակ Նարեն է տուժում, ով Հայկից երեխա է սպասում։ Սոնան է տուժում, ով Աբոյի աղջիկն է։ Ոնց է լինում, որ ես կամ մաման աչքից չենք երևում, հա։ Թե մենք Աշոտի ցեղից չենք, դրանից է։ Ես ուղղակի զարմանում եմ։ Ոնց կարա հիվանդ մարդը ընտրի, թե ում պետքա վնասի, եթե իհարկե ինքը դիտավորություն չի անում։ Լիլի ջան, դու Սոնայի հետ շատ մոտիկ ես եղել միշտ։ Ուզում հասկանամ, ոչ մի տարօրինակ բան չես նկատի։ ճիշտն ասած չէ, ջաջաբու։ Լիլիթ, բայց ժամանակ կար, որ ասում էր Սոնան օգնության կարիք ունի։
Բա ասում ես ոչ մի տարօրինակ բան չկա։ Լիլիթ պետք չի լարվես։ Մենք ստեղ բոլորս հավաքվել ենք, որ Սոնային օգնենք։ Դու այն ժամանակին ասում էիր, որ Սոնային պետք է հանենք այդ տնից։ Ինչ որ բան ես տեսել կամ իմացել։ Մի րոպե, Միքո, այսինքն դու վաղուց ես իմացել, որ Սոնան օգնության կարիք ունի, հա, ու ոչ մի բան չես ասել։ Մի րոպե մի խառնեք, հա, ամեն ինչ։ Հա, եղել է դեպքեր, որ ես եկել ասել եմ, որ ինքը լավ չի, իրավիճակը բարդ է, բայց ոնց բացատրեմ։ Ես եղել է դեպքեր, որ զանգել եմ Սոնային կամ ինքը ընդհանրապես իրան նման չի եղել, ինքը ինձ չի զանգում, դուրս չի գալիս ընդհանրապես հետս։ Եղել է դեպքեր, որ ես մտածել եմ, որ այդ տանը իրան ճնշում են, բայց հաջորդ վարքյանին կասկածելուց պատճառով գնացել եմ, հասել եմ այդ տուն, որ տեսնեմ իրոք ամեն ինչ այդպես է թե չէ, հա, տեսել եմ, տխուր է եղել անկեղծ, բայց ոչ մի բան չի ասել, հերքում էր միշտ, որ ինչ որ մի բան այն չի։ Դրանից հետո ես այնպես է որ եկել ձեզ ամեն ինչ ասել եմ, Միքո, դու էլ գիտես, ինքներդ էիք ինձ ասում գնայի այդ տուն։ Բայց ասեմ, ես փորձել եմ Սոնայի հետ խոսել, միշտ հարցեր եմ տվել, ինքը փորձել է հերքել, ասել է, որ ամեն ինչ կարգին է, բայց իրան էլ եմ մյուս կողմից հասկանում, որովհետև դուք իրանից ձեռք եք քաշել, ինքը եթե օգնության կարիք էլ ունենար, մտածելու է, որ չեք հասնելու իրան, չի դիմել, որովհետև դուք եք հրաժարվել իրանից։ Դու քեզ տված հարցին պատասխանի։ Լիլիթը սխալ բան չի ասում։ Այսօր Սոնան, որ հիվանդանոցում է, մեր բաժին մեղքն է կա։ Հա, իդեպ ինչը վերաբերվում այս դեպքին, ես ինչքան փորձել եմ հարցեր տալ, ասում է, որ իրան ոչ մեկ չի ուզել վնասի ու ինքն էլ հաստատ կարիք չունի ինքը իրեն վնասելու։ Իրոք շփոթել է դեղերը։ Ազնիվ խոսք, ես իր ընկերուհին եմ, ես իր բոլոր գաղտնիքները գիտեմ, բայց սա իր անվտանգության մասին էլ է։ Եթե ես ինչ որ մի բան իմանայի, հաստատ ձեզ կասեի, որովհետև ես ինքս էլ եմ անհանգստանում։ Չեմ համբերում պապայդ երբեմ քո մասին ասելու։ Ով կմտածեր, որ այսքան խնդիրների մեջ ես ամենաերջանիկը կլինեմ։ Ես չեմ ասում, որ խնդիր չկա, պապա։ Հասկանում եմ, գիտեմ, որ խնդիր կա։ Ես չեմ ուզում քեզ մեղադրեմ։ Ու հիմա էլ եկել եմ տուն, որ դեղերը տանեմ հիվանդանոց ու ուղարկեմ լաբորատորիա։ Որովհետև այն ինչ Սոնան խմել է, շատ ուժեղ դոզայով հոգեմետ դեղ է եղել։ Ինչ։ Հա, մամա։ Բայց այդ ես դեռ կպարզեմ, այդ ուրիշ թեմա է, հիմա դրա մասին չեմ խոսում ես։ Ես չեմ ուզում մտածեմ, պապա, որ դու քո հիվանդությունը սարքել ես դրոշակ ու ինչ ուզում անում ես։ Ու մտածում ես, որ ոչ մեկը քեզ դրա համար չի մեղադրի։ Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չի, թե դու Սոնային ոնց ես վերաբերում։ Հա, մաման էլ չի սիրում Սոնային։ Ու ինքը այդ երբեք չի թաքցրել, հասկանում ես։ Իսկ դու միշտ ուզեցել ես Սոնային քո կողմը քաշես, որ աբոյին ցավացնես, նեղացնես։ Ու հիմա հասկանում ես, տեսնում ես, որ չի ստացվում ու անցել ես պլան B-ին։ Այն պահին, պապա, որ դու ուզում էիր կյանքիդ վերջ տալ, ես ինձ աշխարհի ամենավերջին մարդն էի զգում։ Մտածում էի քո համար այն տղեն չեմ եղել, որի համար կուզես ապրես։ Ինձ ամենավերջին մարդն էի զգում, որ չեմ կարեցել այսքան ժամանակ քո կողքը լինեմ, քեզ դուխ տամ։ Նարեին մեղադրում էի, մտածում էի էգոիստ է, որ թողել է քեզ, մեզ սենց ու գնացել է։ Բայց այդ աղջիկը ընդամենը իր երեխուն է փրկել։ Իր երեխու կյանքի համար է մտածում։ Ոնց որ ես եմ հիմա իմ կնոջ կյանքի համար մտածում, պապա։ Այն օրը, պապա, երբ որ մաման խոսում էր ու ամեն ինչ ասում էր քեզ, ես չթողեցի, որ շարունակեր։ Բայց փոշմանել եմ, պիտի ասել ամեն ինչ։ Որովհետև հիմար չենք, բոլորս էլ հասկանում ենք ինչ է կատարվում իրականում։
Ես մտածում եի, ես աշխարհում ինչ էլ արած լինես, հերս ես, պիտի կողքդ լինեմ։ Բայց այն ինչ դու անում ես, պապա, էլ դիմանալու չի։ Ես ոչ մի բանի էլ չեմ դիմանում, հասկանում ես։ Հիմա ես չեմ փորձելու արդարանալ ինչ-որ խոսքեր ու արդարացում գտնել այս ամեն ինչին։ Բայց դու, Վրամ, դու Արան հենց ոնց որ ճիշտ ես գտնում։ Ոչ մեկի ու ոչ մի բան առավել ևս հաշվի չառնես։ Սակում։ Վրամ։ Իմ երեխեն պաշտպանություն ափնտրում ոչ թե իր սեփական տանը, այլ տնից ինչքան հնարավոր է հեռու։ Ծանր եմ տանում, որովհետև իմ երեխեն հղի վիճակում դուրս է եկել տնից ու հիմա չգիտեմ որտեղ է։ Սովածա թե չէ։ Քնելու տեղ գտելա թե չէ։ Ահա որ ծանր եմ տանում, որ իր սեփական ծնողի կողքին այնքան ապահով չի, որ գնացել է տնից ու կտրել բոլոր կապերը։ Իսկ գիտես ամենածանր ինչն եմ տանում, որ այսքան բան է կատարվում ու դու մինչև հիմա չես ընկալում ու չես ընդունում, որ հերդ շատ վատ վիճակում է։ Մենք էլ տան պայմաններում չենք կարող նրան օգնել։ Նրան հոգեբուժարան է պետք տանել։
Վրամ արտնացին։ Հա, Սոն, լավ չես, բժիշկ կանչեմ։ Լավ եմ, վրամ, ուղղակի շատ անհարմար դիրքով էիր քնել։ Մեջքդ այդպես կցավի։ Չեմ էլ զգացել ոնց եմ քնել, գիտես։ Իսկ ես չեմ զգացել ոնց ես եկել, բայց շատ երկար եմ սպասել։ Հա, Սոն, կներես ուղղակի Պետք չի արդարանալ։ Ու հետո հիմա այստեղ ես, կարևորն է դա։ Վրամ, տխուր ես։ ինչի ես որ հիվանդանոցում էի, դու ուրախ էիր, Սոն։ Հա, բայց հիմա լավ եմ, չէ։ Վրամ, ինձ ուտելու բան կբերես։ Եվ ոնց չեմ բերի։ Հեսա գնամ տեսնեմ բժիշկը ինչ ա ասում, ինչ ա կարելի ու բերեմ, լավ։ Ապրես։ Սակո։ Ինչ անիկ։ Այսօր ես գնում։ Առաջին անգամն եմ տնից դուրս գալիս, Անիկ։ Ասա տեսնեմ ուր ես գնում։ Կամ ես արագ պատրաստվեմ, միասին գնանք։ Անիկ, ոչ մի բան էլ պետք չի անես։ Առավել ևս ինձ հետ դուրս գաս։ Մի վախեցի ինձնից, ես ոչ մի բան չեմ անում, առավել ևս ինքս ինձ հետ։ Փորձը ցույց է տվել, որ կյանքը ոչ մի կերպ չի հրաժարվում ինձնից, ոչ մի կերպ։ Գնում եմ գոնե մի փոքր հեշտացնեմ ամեն ինչը։ Այսինքն գնում եմ, որ մեղքերս մի փոքր քավեմ, որ գոնե մահը մի քիչ հեշտ նայի ինձ։ Ես քեզ սենց հավասարակշիռ չեմ տեսել։ Չեմ թաքցնի, վախենում եմ։ Սակո ինչ կլինի, արի մնանք տանը, լավ։ Այս գիշեր ոչ ես եմ աչք փակել, ոչ էլ դու։ Անիկ, իդեպ երեք վրամը դեղերից խոսեց, բայց չվերցրեց հետը։ Մի քանի դեղ մնացել է իմ դարակում։ Այդ դու կտանես հիվանդանոցում մասին մի անհանգստացի, ես կգամ, քիչ ուշ կգամ։ Իդեպ ասեմ, որ 2 օր էլ դեղ չեմ խմել։ Մի զարմացի, տեսնում ես։ Բայց երեկվանից ինչ եկել ես, մի տեսակ տարօրինակ ես։ Ես։ Չէ, ինչի։ Թե ինչի դու պիտի ասես։ Հայկն էլ էր հիվանդանոցում։ Հա, Հայկն էլ էր եկել, դե Սոնայի եղբայրն է, չէ։ Հայկն էլ Միքոն էլ, Սոնայի պապան էլ։ Պարզա։ Ինչն է պարզ։ Ոչ մի բանն էլ պարզ չի։ Խնդրում եմ, նենց մի ժպտա, թե ինչ-որ բան ես հասկացել, կամ էլ ես քեզանից ինչ-որ բան թաքցնում եմ։ Ընդհանրապես ես Հայկի մասին չեմ մտածում։ Նենց որ տենց հարցեր մի տուր։ Իսկ ինչ-որ բան կուզես ուտելու։ Օրինակ քաղցր։ Ասում են հղիների նյարդերը հատկապես լավ հանգստացնում է։ Երևի։ Մամ։ Երեք եկել էր ես տեղերը վերցնելու, հետո օրդ տեսար ու մոռացար։ Հիմա բերել եմ։
Սոնան ո՞նց է։ Կարող եմ մոտը մտնել։ Թե սրտովդ չի լինի։ Չեմ հասկանում, ինչի ես հետս այդպես խոսում։ Ես երեք ոչ մի սխալ բան չեմ ասել, մամա։ Հա, կարող է սխալ բան չես ասել։ Բայց միշտ չի, որ պետք է մարդու ճակատին ամեն ինչ ասել։ Ես կին եմ։ Իմ ասածը կների, կմարսի, կամ ուղղակի ուշադրություն չի դարձնի, բայց քոնը չէ։ Հա, էլի կների։ Բայց այն վերքը, որ երեխում սուր խոսքն է բացում ծնողի սրտում, երբեք չի սպիանում։ Մամ, իսկ ինչ ես առաջարկում, ինչ անեմ, հա։ Նենց ես խոսում, ոնց որ ընդհանրապես այդ ընտանիքից չլինես, այդ տնից չլինես։ Ու քեզ նենց ես պահում, ոնց որ իմ հետ համաձայն չես հեչ։ Այդ աղջկա գլխին ինչ ասես արեցիք, բայց էլի ատամներով ձեզ պաշտպանում է, գիտես, մամա։ Ու ես չեմ զարմանա, եթե հերս օգտվի Սոնայի լռությունից ու ինչ-որ նոր բան մտածի։ Կասես ինչի համար էր ուզում այս դեղերը վերցնել։ Երեք ինքդ քո բերանով ասացի, որ սրանք շատ ուժեղ հոգեմետ դեղեր են։ Պատկերացնես այս դեղերի ազդեցության տակ մարդը ինչեր կարող անել ու առանց գիտակցելու։ Գիտես, այսօր իմ առաջ այն առաջվա սակուն էր, ու գիտես ինչու, որովհետև դեղերը չէր խմել։ Հա, կարող է երեկոյան էլի վիճակը վատանա ու նոպաները նորից սկսվեն։ Հնարավոր է, ես չգիտեմ, բայց վրան ես քեզ չեմ հասկանում։ Համ ասում ես, որ այդ դեղերի հետ կապված ինչ-որ մի բան այն չի, Համեր մյուս կողմից հորդ հետ երեկը նենց էիր խոսում, ոնց որ վերջին հանցագործը լիներ։ Ես այս դեղերի հարցով կզբաղվեմ, մամա։ Պետք չի։ Քեզ նեղություն մի տուր, ես ինքս կանեմ։ Մամա։ Կարող է ձեր հերը իդեալական մարդու կերպար չի, բայց երբ ձեր մատը նույնիսկ մի փոքր փուշ էր մտնում, ինքը աշխարհն է շուռ կտար, մենակ թե ձեզ ոչ մի բան չլինի ու դուք ձեզ վատ չզգաք։ Ինչքան խնդիրների ու պատմությունների մեջ եք գցել ձեր հորը։ Ինչքան խնդիրներ եք ունեցել ու դրանք լուծվել են, դուք նույնիսկ չեք իմացել թե ոնց։ Ինչա բոլորին թվում, որ մենակ ծնողն է պարտավոր ամեն ինչ անել երեխու համար, բայց երբ հերթը հասնում է ծնողին, երեխան ոչ մի պարտավորվածություն չունի։ Ուզում ես գնալ։ Գնա։ Որ հետագայում ես ոչ մի բանում չմեղադրես։ Նարեն էլ գնաց։ Քո ճանապարհն էլ ազատ։ Ես միջև վերջ կմնամ Սաքոյի կողքին, որովհետև չի կարելի մարդու կողքին լինել մենակ այն ժամանակ, երբ ինքը առողջ է, հարուստ ու խնդիրներ չունի։ Դու էլ մի օր երեխեք կունենաս ու կհասկանաս ինձ։ Մտածել ես ինչ օրինակ ես ծառայելու երեխեքիդ համար։ Քիչ էր մնում մոռանայի։ Սա վերցրամ։ Ես ինչ եմ ամ։ Սա այն նամակն է, որը հերդ գրել էր ինքնասպանության փորձից առաջ։ Ուզում եմ ես կարդաս ու հասկանաս, որ հերդ որոշել էր իր կյանքին վերջ տալ։ Այլ ոչ թե Սոնային վնասել։